Քաղաքացի տեղական ինքնակառավարման մարմիններ կապող օղակը քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են։ Հենց դրանց միջոցով են ավելի տեսանելի դառնում եւ գրագետ լուծում ստանում համայնքային խնդիրները, իսկ տարբեր ոլորտներում տարիների փորձ կուտակած քաղաքացիները ներգրավում են տեղական զարգացման ծրագրերում։ Բոլոր դեպքերում հասարակության անդամները ավելի արհեստավարժ, այսպես պարաբազ մարդիկ են ու իրանք օգտակար են լինում, հատկապես բոլոր տեղական ՀԿ-ները համայնքների հետ էլ աշխատում են, ինչը շատ լավ է, մենք նոր տեղական ինքնակառավարման օրենքի նախագծում դրույթ ենք ամրագրել, որպեսզի նաև իշխանությունը հասարակության հետ աշխատել, ինչու՞ չէ նաև իշխանությունը փորձի ծառայություն խնդրել։ Տարբեր համայնքներում գործող քաղաքասարակության կազմակերպությունները տարվա ընթացքում իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնք միտված են համայնքային զարգացմանը։ Նախաձեռնությունները կյանքի կոչելու համար օգնության են հասնում դրամաշնորհային ծրագրերը։ Ծրագիրը կոչվում է քաղաքասարակության կառույցները հանուն տեղական կայուն զարգացման եւ մեծամասամբ ծրագիրը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք գործում են համայնքներում եւ համայնքներում տարբեր ոլորտներում գործունեություն են իրականացնում։ Ծրագրի ընթացքում դրամաշնորհային փուլ են ունեցել, որի շրջանակներում ավելին քան 40, այսինքն հենց 40 հայտ են ունեցել եւ որոնցից հնարավոր է դարձել ֆինանսավորել 10 հասարակական կազմակերպությունների։ Համայնքային ծառայությունների մշտադիտարկում, զբոսաշրջության զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ, երիտասարդների ներգրավում մասնակցային կառավարման գործընթացում եւ այլն։ Ծրագրերը շատ են եղել, ասում են, բոլորն էլ հաջողել են։ Այս ծրագրի շրջանակներում մենք նպատակ ենք դրել բարձրացնել բյուջետային տեղեկատվության թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը եւ մատչելիությունը համայնքի բնակիչներին, քաղաքացիներին, ինչպես նաեւ մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը համայնքում։ Քաղաքասարակության կառույցները հանուն տեղական կայուն զարգացման ծրագիրն իրականացնում է ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունը գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ Գերմանիայի կառավարության եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Քաղաքացիական հասարակության կառույցները շատ կարևոր են համայնքների եւ առհասարակ պետության զարգացման համար։ Սա այսպես ասած հանրային աշխատանքի ինստիտուցիոնալացում է, անկախ նրանից, թե ինչ ոլորտ է ներառում։ Հաճախ ուշադրությունը կենտրոնացվում է միայն մեծ քաղաքների եւ մեծ կազմակերպությունների վրա, սակայն մենք աշխատում ենք տեղական կառույցների հետ, որոնք իսկապես շատ արդյունավետ են գործում եւ խոստումնալից ապագա ունեն։ Ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ կազմակերպիչները քննարկում են նաև ազգային հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա մեկ տեղում ներգրավել քաղաքասարակության կառույցներին, տեղական զարգացմանն ուղղված աշխատանքները դարձնելով ավելի արդյունավետ։ Արամ Արանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։